Նոր ուսումնական տարվանից թե ովքեր հնարավորություն կունենան ուսանելու Գևորգյան հոգևոր ճեմարանում, պարզ կդառնա ընդունելության քննություններից հետո։ Առաջին փուլն արդեն մեկնարկել է։ Դիմորդները քննություն կհանձնեն հայոց լեզու, հայ գրականություն եւ հայ ժողովրդի պատմություն առարկաներից։ Այս 3 քննությունները եզրափակվում են, ամփոփվում են տեսչության անդամների հետ ունեցած հարցազրույցով, որի ժամանակ ստուգվում են նրանց գիտելիքները, ընդհանուր գիտելիքները Աստվածաշնչից, հայ եկեղեցու պատմությունից, օտար լեզուներից, երգեցողությունից եւ այդպիսով նաեւ ակնհայտ է դառնում նրանց ինքնաարտահայտվելու եւ հաղորդակցվելու կարողությունը։ Այս տարի նախորդի համեմատ դիմորդների թիվն ավելացել է, ասում է ճեմարանի ուսումնական գծով փոխտեսուչը։ Գևորգյան հոգևոր ճեմարան են դիմել Հայաստանի տարբեր մարզերի, ինչպես նաև Հառիճի Թրբանջյան ընծայարանում սովորող երիտասարդներ։ Դիմորդներից ոմանք արդեն ունեն եկեղեցում սպասավորելու որոշակի փորձ եւ գիտակցում են։ Ուսումնառության եւ հետագա հոգևոր ծառայության ընթացքը հեշտ չի լինելու։ Փոքր ժամանակվանից տեսնելով հայրիկիս գործունեությունը եկեղեցում իր ազգանպաստ եւ եկեղեցանպաստ, ես էլ միշտ փոքր ժամանակվանից ցանկացել եմ հոգեվորական դառնալ։ Գիտակցում եմ, որ որոշ առումով հեշտ չի լինելու, բայց Աստված առաջ ամեն բան լավ կլինի։ Ընտանիքում հոգեվորականներ չունեմ, բայց ունեմ այնպիսի հոգեվորականներ, ովքեր ընտանիքի հավասար են ու ես իրենց համարում եմ ընտանիք։ Ինձ թվում է Տիրոջ զորությանը ապավինելով կկարողանանք նախ եւ առաջ այսօր հանձնել ընդունելության առաջին քննությունը, իսկ հետագայում արդեն մեր ուսումնառությունը սկսել եւ ավարտել Գևորգյան հոգևոր ճեմարանում, ապա նաեւ ծառայել հայ առաքելական Սուրբ եկեղեցու անդաստանից ներս։ Առաջինը հայոց լեզվի քննությունն էր, թեստային հարցաշար ընդհանուր լեզվական գիտելիքները ստուգելու եւ շարադրություն ստեղծագործական միտքը ստուգելու համար։ Լուսավոր տղաներ են, կկարողանան հաղթահարել քննությունը, ասում է Աշոտ Գալստյանը։ Առաջնային խնդիր է հղկել տղաների խոսքը, հնչերանգը եւ հասցնել մաքսիմումի գրագիտության աստիճանի մասին է խոսքը, նրանք պետք է լինեն պերճախոս, տիրապետեն հայոց լեզվի գաղտնիքներին, օրինաչափություններին եւ կարողանան իրենց խոսքով համախմբել մասսաներին, դա շատ կարևոր է։ Մենք ուսումնառության ընթացքում առաջնային ենք դիտարկում հենց խոսքը, խոսքի ուսուցումը։ 2016 թվականից սկսած Գևորգյան հոգևոր ճեմարանը ամբողջական երաստիճան կրթություն է տրամադրում։ 4 տարի բակալավրիատ, 2 տարի մագիստրատուրա եւ 3 տարի ասպիրանտուրա առկա ուսուցմամբ։ Անցյալում եւ հիմա մեր եկեղեցու աշխարհասփյուր թեմերում սպասավորող հոգևորականներն այստեղ են կրթություն ստացել։ Ճեմանան եկող յուրաքանչյուր դիմորդ կամ երիտասարդ կարող է առաջնորդվել այն մտածումով, այն գիտակցումով, որ նա ընդունվելով ճեմանան, բարեհաջող ուսանելով, ավարտելով եւ դառնալով հոգեվորական, այդպիսով նաեւ կարող է դառնալ այն մեծ պատմական շղթայի մեկ օղակը, որ շարունակվում է 150 տարիներ, ինչն որ Գևորգյան հոգևոր ճեմարանի տարիքն է։ Ընդունելության երկրորդ փուլը կմեկնարկի օգոստոսից։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։